Բարև ձեզ, Լիլիթ Վարդիկյան, Հայկական համալսարանի երկրորդ հոսքի շրջանավարտ, նախ շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար։ Հարցս հետևյալն է, 2018-ի ապրիլի 14-ին արդյոք հնարավոր չէր պետական պաշտպանության ներքո գտնվող շենքը հանրային ռադիո ներխուժելու համար կապիտուլյանտի այդ մասով գործ հարուցել կապիտուլյանտի վրա եւ իր թիմի վրա իհարկե, դրանով գուցե կանխելով այդ շարժման հետագա զարգացումը։ Շնորհակալ եմ։ Նկատի ունեք ռադիոտունը։ Այո, ռադիոյի, հանրային ռադիոյի շենք։ Նախ տարածված կարծիք կա, որ անպատիժ է մնացել ռադիոտունը գրավողները, ժամանակավոր գրավողները, ապա ասեմ, որ քրեական գործ հարուցվել է։ Կարծում եմ, որ դուք նկատի ունեք, ինչու չձերբակալվեց, ապա կալանավորվեց եւ այլն, որովհետև այդ ժամանակահատվածում մենք չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, ովքեր իզորու են իշխանապողություն իրականացնել, որովհետև այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների է գնում, ապա փողոցում մարդկանց քանակը ավելանում։ Պատմությունը թողենք մի կողմ, բայց մեր սեփական օրինակը։ 16 թվականին հիշում եք, որ Սասնա ծաղր կոչված խմբավորումը գրավեց, չասեմ ավելի կարևոր, բայց շատ կարևոր եւ շատ ավելի մեծ բռնությամբ պետական հաստատություն։ Եվ շատ շատերը խորհուրդ էին տալիս միանգամից մեծ ուժ գործադրել եւ ավարտել այդ պատմությունը։ Իսկ ես էլ ասում էի, բայց դուք ինչպես եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո մեր հասարակությունում տիրող իրավիճակը։ Կմարսեինք արդյոք, թե չէինք մարսում։ Ինձ ասում էին, բայց դուք վտանգում եք իրավիճակը, կարող է այսպես զարգանալ, այնպես զարգանալ։ Իսկ ես ասում եմ, ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան մեր երկրի ապագան։ Եվ փառք Աստծո, ինչպես հիշում եք, կամաց այդ ամենը մարվեց, որից հետո մեղավորները ստացան իրենց արժանի պատիժը։ Այս էր ամբողջ խնդիրը։ Գիտեք, հետհայաց միշտ էլ կարելի է ասել, եթե այսպես անեիք, ապա ամեն ինչը լավ կլինի։ Ես իմիջիալոց այդ խնդրին շատ մանրամասն անդրադարձել եմ Մհեր Մկրտչյանին տված իմ ծավալուն ասազրույցում։ Ես խնդրում եմ, պարոն Էլբակյան, եթե հնարավոր է, այսպես սեմինարի կարգով, պարբերաբար իմ հարցազրույցները հատված առ հատված, որ կարևոր է գտնում, որպեսզի նայեն։ Մենք առանձնապես պես չենք տարածում այդ հարցազրույցները եւ այլն, բայց կարծում եմ ճիշտ կլինի կամաց սկսենք մենք էլ տարածել այդ ամեն ինչ, որպեսզի հասանելի լինի շատ մարդկանց։ Ես չեմ ասում, որ դրանով կարծիքներ կփոխվեն, բայց դա կարծում եմ օգտակար կլինի։ Բարև ձեզ, պարոն նախագահ, Ռոման Դանիելյան, Հայկական համալսարանի 4-րդ հոսքի շրջանավարտ։ Պարոն նախագահ, եթե այսօր 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին հետադարձ հայացք գցենք, ապա ըստ ձեզ ինչ գործողություններ կարելի էր անել ավելի վաղ փուլում, ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կարողանայինք կանխել հայության համար նման չարաբաստիկ զարգացումներ։ Շնորհակալ եմ։ Դուք ես նոր ասեցի հետհայաց վերլուծության մասին։ Դուք միշտ այդ ռետրոսպեկտիվ վերլուծությունները կարծում եմ, որ օգտակար է։ Հետհայաց վերլուծությունները օգտակար են եւ շատ դրական կողմեր ունեն, հատկապես պատմական գիտնականների համար, բայց շատ մի մեծ այսպես
թերություն բացասական բանում էլի, որովհետև այդ վերլուծությունը մի սկսում է եթե ապա, եթեն պարզ է, բայց ապան պարզ չի, թե եթեին ինչ իրադարձություններ կհաջորդեին։ Չգիտեմ, միգուցե, ես չեմ բացառում, որ կարելի էր ինչ-որ բան անել։ Ես չեմ բացառում, օրինակ, որ ճշմարտությանը մոտ են մարդիկ, ովքեր ասում են, թե շուտ ձեր բակալու եք։ Ընդ որում ասում են նաև այն մարդիկ, ովքեր այն ժամանակ կատեգորիկ դեմ էին կոշկնջոցներին։ Դե բայց միշտ էլ կարելի է ցանկացած քայլ քննադատել։ Ուղղակի ուզում եմ, որ դուք ընդհանրապես հաշվի առնեք ստեղծված իրավիճակը, հա։ Մենք փորձում էինք երկիրը մի քիչ ավելի շատ ժողովրդավարացնել, քան կար։ Եվ այդ ընթացքում մենք պարտադիր պետք է հաշվի առնեինք երկու շատ կարևոր հանգամանք։ Մենք պետք է հաշվի առնեինք, որ Մինսկի խմբի համանախագահները երեքն էին, այդ երեքից երկուսը ներկայացնում էին արևմուտք։ Սա մի հանգամանք եւ երկրորդ հանգամանքը նա էր, որ պետք էր դա անել այնպիսի չափերով եւ այնքան զգույշ, որ չխաթարվի մեր երկրի ռեպուտացիան, ոչ դեպի մի կողմ եւ ոչ էլ դեպի մյուս կողմ։ Այն ժամանակ այսօրվա իրավիճակը չէր, ավելի ճիշտ միգուցե ոչ թե այսօրվա, որտեղ այսօրը շատ ցայտուն չի, այլ մի տարի առաջվա, երկու տարի առաջվա իրավիճակը չէր, երբ որ արևմուտքը աչքերը փակ, ինչ ես իշխանությունները, կառավարիչները անում են, մենք միանշանակ բարձր ենք։ Մենք անում ենք այնպես, որպեսզի չխաթարելով մեր դաշնակցային հարաբերությունները, չխաթարենք նաև մեր գործընկերային հարաբերությունները։ Արևմուտքը մեր գործընկերն էր, Ռուսաստանի Դաշնությունը մեր դաշնակիցը։ Եվ ի վերջո դա ոչ թե ինչպես այսօր ասվում է բալանսավորման քաղաքականություն է, ընդհանրապես ես կարծում եմ այդ բալանսավորում ասած քաղաքականությունը այսօր նման է ոչ թե հավասարակշռություն պահելու լուրջ այսպես իրավիճակի հետ, այլ լարախաղացի բալանսավորում այսօր այն ինչ որ այսօրվա իշխանությունները անում են, որովհետև արագ աչուծախ լինելը միայն դա է մատնանշը, բայց նորից եմ կրկնում, մեզ անհրաժեշտ էր քայլեր, որոնք այդ ուղղությունները միայն օգուտ կբերեին մեր երկրին։ Եվ դրա օրինակը այն է, որ մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչի հաշվին այսօրվա Հայաստանի տնտեսությունը գոյատևում է, ինչի հաշվին անցած տարի, նախանցած տարի ունեցանք այդպիսի տնտեսական աճեր, բայց ցավոք սրտի պայմանավորված արտածին երևույթների հետ եւ արդեն 17 թվականին ստորագրեցին այդ սեպա կոչվող պայմանագիրը, որտեղ հստակ գրված էր, թե ինչպես պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Ընդ որում այդ պայմանագիրը հաստատվեց Եվրամիության անդամ բոլոր երկրների խորհրդարաններում։ Եվ հիշում եք, երբ որ Հայաստանի կառավարիչը գնացել էր Գերմանիայի
Դաշնություն Գերմանիայի Դաշնության վարչապետը խոսում էր ինքնորոշման մասին։ Չէր ասում, որ Արցախը Ադրբեջանա եւ վերջ։ Երբ որ Հայաստանի կառավարիչը դրա մասին խոսում էր, ինչու՞։ Միթե կարծում եք, թե Գերմանիայի Դաշնության վարչապետը ունի օգնականներ ու խորհրդականներ, ովքեր իրեն կարող էին հուշել կամ իր ելույթի տեքստը ճշտ գրել։ Ոչ, որովհետև եթե նա այլ բան ասեր, ապա Դաշնության ազգային ժողովում նրան ուղղակի խստորեն քննադատեին։ Ասածս այն է, որ մենք ոչ միայն պետք է հետևեինք երկրի զարգացմանը, ջանքեր գործադրեինք եւ այլն, այլ մենք պետք է հաշվի առնեինք եւ աշխարհակաղակական իրավիճակը եւ իհարկե մեր ազգային խնդիրները։ Կարողացա պատասխանել ձեր հարցին։ Եթե ոչ, ապա խնդրում եմ ասեք, որ հատվածը։